Շատ հաճախ լսում ենք, թե կանոնան Աստծո ծառան է եւ մեր ծառան է։ Դու գնա ու ծառայես մեզ։ Բայց սերը հանած է այստեղ աղանքից նախ։ Եվ այս պահանջարկով քականությունը ասեմ։ Երկրորդը կանոնան ծառա է ճիշտ է եւ Աստծուն եւ իր հոգին։ Բայց ծառա է ոչ թե իբրև ստրուկ, պարտավոր է, այլ իբրև հայր։ Այլ երբ որ Կարները հասկանան, որ իրանք էլ քահանայի զավակներն են, այդ քահանան իրենց հայրն է, հա, այդ հայրը ծառայում է իրենց, շատ բաներով ծառայում է իրենց, բայց իբրև հայր, այո, մենք ծառայենք իբրև հայր ձեզ, բայց դուք եք հասկանաք, որ մենք ձեր հայրն ենք։ Իսկ հորը ինչ են անում, սիրում են, պատվում են, պահում են, երկրով են մոտենում, Պահում էլ է, չէ, եթե ծերացել է, մեծացել է, թե ասում են գնա ձեր տունը հացքեր, մենք որ չունենք դրան։ Բանցերանոց տան։ Նորմալ չի է թողել։ Չէ։ Կամ մի ծերանոց կա, բայց հիմնականում տենց հիվանդ մարդիկ են։ Ոչ թե ծերերի իմաստով։ Այսինքն թակավոր նայեք, աստվածաշնչի մեջ կա։ Այս ինչ եմ ասում, իմ այդ պետություն։ Հիմա ինչ-ինչ պետություն հարկի հետ կապված է, չէ՞, հիմա ինչի՞ Աստված իրաց տվել է մեզ։ Մի կարան չէ, անառակ զավակ եմ ելի։ Մի տունը միշտ բաներ կան, չէ՞, բան մեջ բաներ կան։ Դա երեխեք է, բոլորին ինձ չես նայում։ Մեկ անհնազան որդիներ կան, որոնք շուշլյակ են, բան անընդհատ կրակի մեջ են գցում քեզ։ Այդ երեխեքին սովորաբար ավելի շատ ուշադրություն են դարձնում ընտանիքում, չէ՞, թե մի քիչ անարդար է, լավ որդին, չէ, բան հարց չկա, բայց սան ուշադիր են ավելի։ Հիմա մենք տենց ենք մոտենում, որ ոչ ենք անում գցում դուրս ասում ենք ես դիժա։ Կա հիվանդ է լինի, չէ՞։ Այդ հիվանդին ավելի հաշ նայում։ Ասում եմ, թե մարմնի մի մասը ցավան։ Գիտեք ինչ, անշուշտ կարա մեր ժողովրդից մենք որը չենք կիրառել, չենք կիրառում երկար ժամանակ բանադրանք է։ Նզովքը բանադրանք է, բայց դա գործիք է, որ մեր եկեղեցի կարա կիրառի։ Որտեղ արդեն այնքան չկիրառել, որ մարդիկ ասում են, դե դուք իրավունք չունեք մեզ ասել եկեղեցի մտնենք, թե չմտնենք։ Հաղորդություն պիտի վերցնենք, թե չվերցնենք։ Հասկացա՞ր։ Իսկ հաղորդությունից զրկելը, որ բանադրանքը չի, այլ նզովքն է երևույթ, բաժանումն է։ Եկեղեցուց դուրս դնելն է, որ կարող եւ արդեն դռնապանը ինչի համար է, որ չթողի մտնեն ամեն մեկը եկեղեցի։ Դռնապան Աստիճանում է, չէ՞ դպրության մեջ։ Դռնապանը ինչ է։ Դպրության փայտով։ Ներողություն համայնք, իբրև համայնք։ Երբ որ ոչ թե ձեր համար լինի մեր քահանան, հա, մեր Շանը, Տեր Պողոսը, Տեր մեր Դեվդերն է մեր քահանան։ Այլ երբ որ այդ քահանաները դառնան ձեզ խոստովանահայր, հայրը Տեր։ Այսինքն սառնակ փոքր ժամացույցը մասերում է, չէ՞, այսպես պատտվող այդ ռոլիկները։ Մի հատ մաս հանում ես չի աշխատում։ Ուրեմն խոստովանությունը կամ այդ որ եկեղեցու նորոգման բանն ասենք, չէ՞, մաքրման ճանապարհը մեխանիզմն է։ Ուրեմն այդ ինստիտուտը այսօր թույլ է եւ մարդիկ այս կարողում եք ապաշխարել, չեն ապաշխարում։ Ապաշխարության շրջան է։ Այդքան ասում եմ, ես մենք գիտեմ, չէ՞, այստեղ խոստովանահայր ձեր համար գտեք։ Որովհետեւ երբ որ ունեցար քո հայրը, այդ ժամանակ մյուս եղբայրը, որ գալիս է իր խոստովանավորին, քեզ եղբայր կդառնա իրոք։ Որտեղ նույն հայրը ունեք։ Ճիշտ է, մեծ իմաստով Աստված է, բայց մենք մարդկանցից վախենում ենք, բայց Աստծուց ասում ենք, մենք չէ, Աստծուն հեշտ ասել, եւ Աստծո կրծանք խոստովանություն է պետք։ Երբ որ խոստովանահայրությունը լինի, շատ սերել կլինի այդ եկեղեցու անդամների մեջ, որտեղ իրանք նույն հոգևոր հոր զավակներն են։ Տասանորդն է կրնի առանց ման ինքը կմտածի, որ ինքը իր քահանա է, որտեղ նաև ստանում է օգուտը, ինքը այդ օգուտը քանում ատի իր տվածի հետ եւ դա էլ կանի։ Նույնը այդ քահանան իրան ոնց որ ասում եք,
ապաշխարության մեջ եթե լինի, ամեն վիճակում բացատրելի։ Հիմա շատ հաճախ եթե ես այսօր գնամ եւ չեմ խոսի նախ, բայց ելնեմ եւ խոսեմ կանացի անմաքրության մասին, ասեմ ես դեր հայրը գնացի գինեկոլոգիայով ազբաղվում։ Չէ՞։ Բայց եկեղեցում ինքն է, բայց երբ որ իմ խոստովանավորթին լինի, կանան բացատրել եւ ինքնուրույն կլսի ինձ եւ նորմալ կընդունի այդ ամեն ինչը։ Ու գիտես այ եկեղեցուն շպատերակի ժամանակ գրած է անմաքրից չմեկնան Աստվածային խորհրդին։ Դուս կերնի։ Ապաշխարության մեջ կլինի երբեմն գերին դերից կհետևի։ Բայց այդ ամեն ինչը չի լինի, ասենք կարաս խոսես դրա մասին, բայց մարդիկ չեն լսի քեզ։ Որտեղ իրանց կարևոր չի, թե դու ինչ ես ասում։ Այսօր քարոզներից ինչքան են լսում։ Չէ՞ իրանց օգտակար բան է, դա լսում են, բայց ինչ որ հանգած իրանք պիտի շարժվեն, իրանց կյանքը պիտի փոխեն, միտքը պիտի փոխեն, այսինքն ապաշխարություն պիտի լինի, չեն շարժվում։ Հիմա ապաշխարության շրջանում ենք, չէ՞, 40-օրյա։ Մարդիկ գալիս են արարողության, կոչվում ապաշխարության արարողություն կա, չէ՞։ Կապելու արցախի գորգ։ Շորեշարտի օրը։ Կապում են հետո արցախ։ Այո, գալիս կապում են, ում խոստովանեցի, որ մտար ապաշխարության մեջ։ Չի խոստովանել, նա դեռ շապտի գալիս, վերայնացել բանը։ Եվ ինքը իրան հանգստացնում է, որ ինքը այդ արարողություններին մասնակցել է, վերջ ինքը ապաշխարել, չի ապաշխարել, մի մերկ չի ապաշխարել, չի փոխում իր կյանքը։ Հիմա դրա համար խոստովանահայրությունը շատ կարևոր է, շատ հարցեր եկեղեցում կլուծվի, երբ որ մարդիկ ունենան իրենց խոստովանահայրերը, թե այդ հայրերի համար, թե իրանց համար։ Մեղքերից կազատվեն։ Գնում են հասնում են չգիտեմ որ վանքի, եսին որ վանահայրի մոտ, որովհետև լսել են այդ վանահայրը եւ այլն լավ խոստովանահայր է, ամենայն հարգանքով, որ այդ վանահայրը իրոք լավ խոստովանահայր է։ Հայր Միքայելն էլ է տենց ասում։ Չգիտեմ օրինակ, ես Հայր Միքայելին չեմ որևէ քահանայի թող լինի, բայց խնդիրն է նա, որ այստեղ պիտի զգուշ լինենք, որ այդ քահանային լավ քահանային նախ չդնենք մի հատ այսպես հպարտության մեջ, հա։ Երկրորդը ինքը ես եմ պատասխանատու Գյումրիում ապրող հոտի համար ինքը պատասխանատու։ Դուք ավելի լավ գիտեք Գյումրին։ Չէ, ես եմ պատասխանատու, հասկանում եք։ Դուք որ գնում եք ես եկեղեցին, ասենք որտեղ եք Դավիթաշենի, այ ինչ է եկեղեցի Սրբոց նահատակած, այնտեղի քահանան է քողոք համար պատասխան տալու։ Ոչ թե Միքայել Սրբազանը, առաջինը ինքն է։ Ուրեմն իրան մոտ պիտի գնաս, իսկ եթե ինքը այդքան պատրաստ չի քո կարծիքով, ուրեմն դու կստանաս շնորհը, միևնույն այդու հավատա ասում, Աստված այդ բանը տալիս։ Ես կոնկրետ ես սկսեցի գնալ մի ուրիշ եկեղեցի, որ սովորաբար չի մեկն է պատմում, էլի։ Ասում եմ, տեսա որ այս քահանան մի քիչ լավ կազմակերպիչ քահանա բան եւ այլն, բայց շատ աշխարհիկ է։ Հասկանացի արարքն շատ աշխարհիկ է։ Ասում եմ, բայց մի օր բան ունեցա, հնարավորություն ունեցա իր տունը գնալ։ Ու ասում եմ, տեսա այս տան մեջ, որ այս անձնավորությունը մի անգամից աչքի խփեց, որ կնոջ ձեռք չկա այդ տան մեջ, էլի, երկար ժամանակ չի կպել։ Որտեղ թափված բան եւ այլն այսպես ու սկսեցինք խոսել թե ինչ անում, ոնց անում եւ այլն, տեսնես որ այս մարդը 3-400-800 կիլոմետր գնում է իր համակին, հոգնա ջարդված, 6 ժամ խոստովանություն է լսում, հասկանում ես։ Ու մենք եկել ենք դատում ենք, ես հասկացա ասում այս մարդը, որ ես սխալ եմ դատում այս մարդուն։ Այս մարդը ֆիզիկական իմաստով այնքան բան է անում, հասկանում ես, իր ինքը ինչ աշխատավարձի կամ ինչ վարձի դիմաց, որ մեզանից ոչ մեկը չէր գնա, այդ չէր աշխատի այդ վարձով, այդքան ժամանակ չէր մանանի, մեր ապրիլու ժամանակ։ Հետո էլ եմ ասում, դու ասում վստահ, դու աղոթի եւ Աստված քեզ ցույց կտա, գնա խոստովանի, կտեսնես որ շատ բան կփոխվի։ Այս սատանայի կարևոր բաներից է, այս մեկը ոնց որ թե աշխարհական է շատ, ծխում բան չի լինել, ինչ անում։ Սխալ մտքեր է տալիս։ Մարդապաշտության։ Դե վերջը հաստի գալիս, իսկ այս մեկը չի աչքերը փագ է աղոթում, ձեռքերն էլ ասես։ Հասկանում ես, եթե այդպես չի, ուրեմն
Վերջի վերջո, այսինքն դիգի անեք, եթե ուզում եք մի բան փոխվի եկեղեցու մեջ, դա դες պիտի փոխվի։ Եկեղեցին որ չմաքրվավ, հենց եկեղեցու անդամը պիտի մաքրվեն, որ եկեղեցին պայծառանա։ Թե չէ մենք ուզում ենք Ղահրեջան, այսինքն ինչ բաներ անենք, բայց մենք մեր կյանքը չենք փոխում։ Ամեն մեկ պետությունն էլ որ փոխվի։ Ժամանակ շնորհաշատ համայնք կրկին։ Հետո հոգեբանական, երբ որ դու ապաշխարող անձն ես եւ մի օր որոշես որ դու գնում ես դառնաս հոգեբանական, որտեղ կարիք կա դրա քիչ են հոգեբանականները ոնց որ դու ասում ես, կդառնաս շնորհաշատ հոգեբանական։ Հարկ ասում, խոստովանելն եք իմանաս, խոստովանություն լսելն եք իմանաս։ Հա? Թե չէ պատրաստ ենք, անպատրաստ ինչ գիտես ով ինչի է պատրաստ։ Ես ասեմ իմ իմացածի մեջ մասը ես չեմ արանում չէ որ սովորել եմ։ Հիմա է, շաբաթը մեկ գոնե մի ինչ-որ թեմայով մի բան այդպես ինչ-որ ինձ հետաքրքրում է, հա հիմա է հոգեբանականների դատելու մասին մի բան եմ անում։ Փախմանում գրում եմ այլ մեջ։ Սովորենք մի բան, սովորում են էլի կարա շատ բան փոխի մարդներ։ Ես համոզված